Ամերիկյան ծովային հետևակը մտնում է կռվի մեջ։ Այսօր մարտի 14-ն է ուշ երեկոյան Վաշինգտոնում նորությունը, որ համարյա ամեն կանալներով արդեն խոսում են, այն է, որ ամերիկյան ծովային հետևակի մի միավոր, հիմա կասեմ ավելի մանրամասները, որը ծովային հետևակը Marineներն են, US Marines կամ մорская пехота։ Ճապոնիայից ուրեմն 7 հատ այդպիսի էքսպեդիցիոն միավորներ կան ծովային հետևակի, որ նրանցից մեկը տեղադրված է Օկինավայում, Ճապոնիայում։ Ուրեմն տեղից այդ մի յունիտը իր օդային ուժի հետ, ինչ է դա նշանակում, այս expeditionary ուրեմն ծով օդ ռազմական միավորներ այդպես են կոչվում, amphibious ուրեմն ready group են ասում դրանց, պատրաստ այսպես amphibious խումբ, որ մոտավորապես 5000 մարդ է, որից կեսը մռիններ են, կեսը ծով նավաստիներ, ասենք ծովայիններ։ Եվ այս միավոր ուրեմն Օկինավայից գալիս է Պարսից ծով, որ նշանակում է հետնել գալիս են իրենց փոքր մռիններ, իրենց ավիակիրներ ունեն, որոնք նորմալ մեծ ավիակիրների պես չեն, նորից ժամանակակից օդանավներ են, օրինակ F-35-ները, այդ stealth, բայց սրանք ուղիղ բարձրացող տեսակն է, F-35B վարիանտն է, որը ուղղաթիռի պես կարող է բարձրանալ օդ եւ նստի խոսքով տարբեր վարիանտ է ծոմրիներն էս է իրենք այդ իրենց ուղղաթիռով եւ ուրիշ ուղեկցող նավերով գալիս են գաղափարը ինչ է ինչու են բերում սրանց որ գիտեք Իրանը ուրեմն փակեր էր այս նեղուցը եւ ոչ մի նավ չեմ թողնելու անցնի սա էր ասած իրենց որ իր նավերից բացի իրենց նավերը կարողանում էին անցկացնել կամ Չինաստան ուղարկելու համար։ Այսօր իդեպ ասեմ, որ փոխեցին այդ իրենց հայտարարած ուրեմն արգելքը, ասացին, որ երևի լսեցին, որ լավ չի վերջանալու, եթե մռինները գան եւ որովհետեւ բանն էլ ասեց ռազմական ուժերի նախարարը եւ հետո Թրամփը դրանից առաջ էլ որ դուք բացենք, արդեն բաց է, ինչ եք վախենում, նավեր գնացեք եւ այլ այսպիսի բաներ։ Բայց հիմա ասեց, որ նավերը, որոնք նավթ են տանում եւ այդ գործարքը նավթի վաճառքի չինական յուանով է, այլ ոչ թե դոլարով։ Մենք թույլ կտանք, որ այդ նավերը անցնեն։ Հիմա սա մասամբ նրա համար, որ երևի նավթի գինը իհարկե բարձրացավ այսօր իդեպ ասեմ $99 քանի ցենտ դարձավ, ասենք 100, ասենք 93 էր, չէ, 2 օր առաջ։ Բայց գաղափարային է, որ նախ ոչ մի նավ չի ուզում այդ ռիսկը անի, որովհետև դեռևս իրենց ուղեկցող ռազմական նավեր չկան, եւ չկան, որովհետև ռազմական նավերի համար էլ դա վտանգավոր է։ Դեռևս Իրանը բավական հակածովային հականավերի համար հրթիռներ ունի, իսկ Պարսից ծովը եւ այդ նեղուցը շատ փոքր տարածություն է, որ այդ ռիսկ անես անցնես էլի։ Ոչ ոք չի ուզում այդ ռիսկը անի, չնայած որ Թրամփը այնտեղ իրենց հորդորում էր, որ գնացեք եւ այլ եւ այլ։ Լավ, վերադառնանք այս մռիններին եւ ինչն է գաղափարը ծովային հետևակին բերելու, ուրեմն 31-րդ expeditionary unit-ը որ պիտի գա Դա այն է, որ ուրեմն Իրանի նավթի 90%-ը, որ գնում է դեպի էքսպորտ, արտահանման համար, անցնում է մի հատ կղզի կա, կոչվում է ճիշտ կարող է չարտասանեմ, բայց քարգ են ասում անգլերենով, ինքը KHARG է գրվում, խարգա ինչա։ Այդ կղզիով, ինչու։ Դե հարմարության համար, որովհետև ծովացոցերը այնքան երևի մեծ չեն, խորը չեն, որ մեծ տանկերները կարողանան այդ բան անել, իսկ այդ կղզին մի քիչ ավելի խոր է գտնվում, հարմար է այնտեղ
բերում ես տանկերը կանգնացնում են հսկայական տանկերներ են, ամեն մեկը ասենք 85 միլիոն գալոն, այսինքն պատկերեք այդ 85-ը համարյա 4 անգամ, հա, լիտրերի հիմա վերածելու։ Ուրեմն մի անգամից լցնում են գնում են եւ այդտեղ ավելի հարմար է։ Իսկ նավթը այդտեղ բերում են խողովակներով, նավթը խողովակներով ուղիներով բերում են այնտեղից լցնում են, այնտեղից 90% այդպես է գնում։ Հիմա երեկը Միացյալ Նահանգները ռմբակոծեցին այդ կղզու վրա ինչքան այնտեղ հակաօդային բան կար կամ ուրիշ որևէ ռազմական օբյեկտ, ասենք ասենք, կար, բոլորը խփեցին։ Դա իրանց զգուշացում էր, որ մենք նույն հաջողությամբ, բայց նավթային ոչ մի բանի չխփեցին, ոչ նավթի պաշարներին, այդ մեծ ուրեմն նավթի պահելու այդ տանկերներ, ասենք, դրանք խփել, ոչ խողովակների, ոչ մի բան, հա, միայն ռազմական օբյեկտների։ Դա զգուշացում էր, որ կարող ենք նաև նավթին խփել, իհարկե ոչ մի դեպքում նա չի ուզենա անի, որտեղ այդտեղ էկոլոգիական մեծ խնդիր կառաջանա եւ հենց Իրանի համար, բայց նաև այդ ծովացոցի բոլոր երկրների համար, քանի որ փոքր տեղ է, իսկ այդ ջուրը միայն բանի համար չի, նավարկելու համար չի, այդ ջրից իրանք ծովի ջրից իրենք աղազրկում են, խմելու ջուր են սարքում եւ այլն, հա, այդտեղ չի փչացնել ոչինչ, բայց դա պարզապես ասում եմ, որ դա պատճառներից մեկը կարող է իհարկե լինի, ոչ մեկ չի ուզենա այդպես բան անի։ Բայց չենք խփում, փոխարենը բերում ենք ծովային հետևակը, բոլորը սպասում են, որ դա դրա համար է։ Իսկ ծովային հետևակը ինչ է, որ չգիտի ասեմ, դա հենց դրա համար կոչվում է ծովային, որովհետև այսինքն ծովից դեսանտ են դուրս հանում, ցամաքը գրավում են, գաղափարը դա է իրենց, ուրեմն իրանք մասնագիտացած են այդ իրենց ծովային կոմպոնենտի մեջ, բացի այդ ավիակիրից բացի կան նաև դեսանտային նավեր, այսինքն գալիս են ափի վրա բացում են զինվորները դուրս են գալիս, մարինները։ Իրանք չեն սիրում, իրանք soldier ես ասում, զինվոր ես ասում, ինքը իրեն marine ասում։ Այդ բանը կա, հա։ Մի խոսքով գաղափարը դա է, որ գան վերջ գրավեն այս գազին եւ Իրանի ամբողջ արտահանումը, հաստորեն 90%-ը, հա, իրենք վերցնել իրենց հսկողության տակ։ Եթե Իրանը որոշի խողովակներով նավթ չուղարկել, մալ չուղարկի, ինքն էլ կսրկվի ամեն ինչից, շատ լավ։ Եթե նավթ ուզենա ուղարկի, ուրեմն դի անպայման ամերիկյան թույլտվությամբ եւ ամերիկյան որոշումը, որ նավերը կարող են գան լցնել այդտեղ գնան, այդ գաղափարը է դա իհարկե։ Պրոբլեմը ինչ է, որ գաղափարը շատ սիրուն է, բայց իրականացնելը շատ դժվար է։ Եթե շարժվող նավերը վախենում են այդ ծոցում շարժվել, որտեղ կարող ես խփես այդ կղզին, դա բան չի, ինչ որ դժվար բան չի, խփել ափի կողքն է, հենց իրանց մոտ է եւ ոչ միտեղ չի փախնում, չէ՞։ Այդ մրիներին, որ դրեցիր այդտեղ, դրանք ոնց որ նստած թիրախ են լինելու հարձակումների համար, այդ ոնց որ Սևծովում այդ զմինի տոցի այդ կղզին, որտեղ ռուսների վերցեցին ուկրաինացիներից, ասեն հետո ինչ էին անում, հետո չկարացան պահեն։ Եվ այդ նույն բանի մեջ ես ընկնելու, շատ վտանգավոր օպերա, որ վերցնելը կարող են դրանում խոս չկա, այդ մի բան չի մրիների համար կվերցնեն, բայց հետո ինչ ես անելու, եթե հանգարց Իրանը որոշի քեզ խփի անընդհատ։ Ըստ երևույթին պլան կա, ասեն չեմ ասում, որ սա էս տվյալ ամերիկյան, ասենք թե մեր Տրամպի եւ իր խորհրդականները երկու քայլ առաջ կարող է մի բան հաշվարկել, չեմ ասում բոլորովին, բայց իրենց այս վարքյանին գաղափարը այն է, որ եթե Իրանը շարունակում ակրվի, դա նշանակում է փող ունի դերևս արտադրություն անում, պետք է տնտեսությունը քանդես այնպես, որ չկարողանա, այսինքն նավթը կտրի, թող չկարողանա անի։ Ինքը ուրիշներին չի ուզում նավթը թողնի անցնել, դե թող ինքն էլ չկարողանա ծախի։ Ինչի պետք է իր նավերը գնան, ուրիշներին չգնան, ասենք թե Էմիրատներին կամ ասենք Քուվեյթին կամ Սաուդիի եւ այլն։ Այս գաղափարն է։ Դե հիմա այստեղ արդեն իրանց համար շատ ավելի հեշտ է ինչ որ հարտիներով խփել կղզուն, անթե ամերիկացիների համար նախ գրավելը, հետո պահելը։ Դա շատ ավելի բարդ խնդիր է, բայց դե ամերիկյան ռազմական ուժերը այդպես բարդ խնդիրներ չի որ լուծել են, հա։ Այս Լամանշը չի դուրս գաս գերմանական, ասենք, դիվիզիաները 100 դիվիզիա կար այնտեղ պահող եւ
էլի ուզում եմ ասեմ ռազմական իմաստով խնդիրը վերցնելու շատ հեշտ է, բայց պահելը եւ դրա գիտեք ինչն է պահելն էլ կարող են, բայց զոհերի թիվը այնպես ալնելու, որ դա ընդունելի չի լինելու ամերիկյան ժողովրդի համար եւ Թրամփի համար դա դժվար կլինի մարսելը։ Դա է դժվարությունը, որ բոլորը տեսնում են, այսպես ասենք, հա։ Իհարկե նաև Իրանը եւ բայց ոչ ոք չի ուզում գործը դրան հասնի, որտեվ եթե անցանք դրան այդ զոհերը տվեցին, այդ ամերիկացիները դրա վերջը չես կարա կանգնես շուրգաս ու վերջանայես, այս բոլորի համար պարզ է, որ դա լավ չի վերջանա։ Եվ դրա համար ասեցին լավ, որոշ նավեր թող գնան։ Մենակ թե չինական բանով արեք այդ ձեռ առևտուրը, որը ոնց որ կարծես հիմարություններն է, էլի, այն որ Ռուսաստանը ասեց գազը ծախում են, բայց պիտի անպայման ռուբլիով լինի։ Հիմա էս էլ ում համար է այս Պարսկստանը չինական բանի մասին մտածում։ Պարզավոր Չինաստանի համար է մտածում, ինչու որտեղ Չինաստանը երևի ասել է պիտի այդպես ասես, եթե չէ չեմ տա քեզ հետախուզական եւ ռազմական օգնություն։ Իսկ Ռուսաստանից բացի, որոնք տալիս են հետախուզական, այսինքն կոնկրետ ամերիկյան նավերը որտեղ են եւ այլն, օրինակ ավիակիներից մեկի վրա հարձակում եղավ, չէ՞, հրթիռը գնաց դրա վրա, խփեցին, հետո ավիակիրը հետ քաշվեց, մի քիչ որ մոտիկ չնի շատ։ Հիմա երրորդ ավիակիրն է մոտեցել արդեն Ջերալդ Ֆորդը եկավ հասավ, հիմա պատկերացնում եք ինչ է այնտեղ։ Բայց շինացիները շատ կոնկրետ կոորդինատներ օրինակ բանում Իրաքում ամերիկյան դեսպանատանը խփեցին, այդ շատ թանկանոց հակաօդային պաշտպանության ռադարներին խփեցին, ամեն մի ռադարը մեկը կար թադը մոտ $300 միլիոն արժի, չգիտեմ, ավելի մեծ սիստեմի նկար, որ $20,000 դրոնով, այդ շահեդով խփեցին միլիարդ 100 միլիոն, 1.1 միլիարդ ասենք, հա, բան արժեր ռադարը մենակ այդ սիստեմը։ Anyway, այս բաները հենց նենց իրանք չեն անում, պարզա, որ այդտեղ իրանք չինացիներն են օգնում, ռուսներն են օգնում, եւ սա դե հաշիվ պիտի արվի բոլոր պլաններից մեջ եւ հետո բայց իհարկե դրանց գինը պիտի քաշեն։ Են ինչպես Իրանն ասում դուք պետք է վճարեք այն բոլոր ձեր կանդած պայթացրածների համար, ման չի ասում ոնց, ասում մենք կորոշենք հետո նույնը իհարկե սի վերադառնալու է եւ իրանց վրա եւ չինացիների վրա եւ ռուսների վրա, չնայած գիտեք Թրամփը սիրի արված է Պուտինի վրա։ Լրագրողներից մեկը հարցրեց իրեն, ասեց ինչ եք ասում, որ Ռուսաստանը օգնում է Իրանին թիրախավորելու ամերիկյան ռազմական ուժերը, ասեց հա, գիտեմ, այո, ընդունում եմ, այդպես են անում։ Հետո ուզեց միանգամից փապկացնի, հանկարծ Պուտինը չնեղանա իրանից, ասեց դե իհարկե ինքը մտածում է, որ մենք էլ օգնում ենք Ուկրաինային, միանգամից արդարացրեց, հավասարության նշանը դրեց այնտեղ, էլի հանկարծ Պուտինը իր մասին մի բան չմտածի։ Հիմա դե արիցանից հետո մի բոլոր կոնսպիրացիոն բաներին հավատա, որ ասեմ նոր չպետք է ասենք հավատանք, բայց ամենայնիվս որ իր վրա կոմպրոմատ ունեն ռուսները։ Այս դժվար է արդեն բացատրելը աննային այսքան ոնց ասեմ Պուտինամոլիությունը, հա, այս ուրիշ բառ չկա այնտեղ նկարագրելու համար սա մոտ ինչ է կատարվում գլխում։ Համենայնդեպս այսօրվա դրությամբ այդ է։ Հիմա Օկինավայից միջև այս ուժը գա հասնի ստեղ կտևի էլի մի 10 օր, քիչ կարող է ավելի արագ կան 8 օր ասենք, հա, լավ, տենց մի բան, մի շաբաթ գցենք, միջև այդ շատ ուրիշ բաներ կերևա երևի այդ ընթացքում թե ինչ իսկապես ինչքան հրթիռ մնաց այնտեղ, ինչպես բան եղավ։ Հիմա բոլոր չէ, բայց ուրեմն երկու մասի են բաժանված ընդհանրապես այս բաները քննարկող, ասենք թե մեկնաբանները, հա։ Նախ եւ առաջ ասեմ, որ հեռուստատեսային կանալները եւ Ամերիկայում եւ Իսրայելում փոքրացնում են կորուստների թիվը։ Զարմանալի բան է, չէ՞, պետք է կարծել, որ պիտի իրանք հակառակ ասեն, վայ, այսքան բան է խփվել, այսքան բան է մահացել եւ այլն։
ասես մի բերամ ոնց որ համաձայնված լինեն, որ շատ չցույց տան sense բաները, բայց իրականում ահագին ծախս եւ դրամական իմաստով եւ կորուստների իմաստով կա։ Եվ Ամերիկան սկսել է հասկանալ, որ դա կլինի դեռ ավելի էլ կլինի, այսինքն պատրաստվում է, այսպես ասած, ավելի կորուստների զոհերի։ Եվ այս անալիտիկների մոտ այս մոտեցումը, որ մի մասը ասում է, չէ, այս խնդիրը այդքան վատ չի, դրանք հիմնականում սպիտակների դուրս եկածներն են կամ նրանց աջակցող կողմն է, որ ավելի sense բան են, որտեղ դե լսես այդ պատերազմի նախարար Հաքսեթին կամ թե չէ հենց Տրամփին, դե ավելի չգիտեմ, հանքի դորի, ոչ մի սխալ բան չկա, այս կռի վերջացել է, մենք ամեն ինչ ոչնչացրել ենք, ամեն ինչ արել ենք։ Եթե լսում ես անկախ, ասենք, մեկնաբանների, ասենք, թոշակի գնացած զինվորականների, գեներալների եւ այլն, ինչ որ ասենք, թե think tank-երում, անալիտիկ կենտրոններում աշխատող մարդկանց եւ այլն, նրանք ավելի հորատեսական են նայում սրան։ Երևի ավելի կարելի ասել, որ ավելի ինչ են ասում, ռեալիստիկ են նայում էլի հարցին, հա, պարզ է։ Հիմա ինչի է այսպես։ Պարզ է, որ Թրամփը չի ուզում ցույց տա նախ եւ առաջ, որ ինքը սխալվել էր կամ ինքը չէր պատկերացնում, բայց նաեւ որպեսզի ինքը կարողանա, եթե տեսնի շատ է վատ գնում, հաղթանակ հայտարարի թողնի դուրս գա, ինքը իրան նահանջի տեղ է թողնում, այդ մոմենտը կա ու կա, հա, եւ ես կարծում եմ իր մոտ այն զգացմունքը կա, որ ես հələ դեռ ժամանակ ունեմ, այսպես ասած, ամեն ինչը կանգնեցնեմ, դեռ կոնտրոլ ունեմ։ Իր գլխի մեջ դա կա, անշուշտ։ Իրականության մեջ այդքան էլ պարզ չի, որ ինքը ունի այդ հնարավորությունը։ Եվ ճիշտ ասած, Իրանը շատ խելոք կլինի, եթե Իրան թողնի այդ հնարավորությունը։ Եթե այդ հնարավորությունը չլինի, ինչ է անելու։ Ուզի ամբողջ ուժով գալու է գլխիդ։ Պետք է քեզ այդ 100 տարի, այսինքն ռեժիմին բոլոր դեպքերում դա պետք չի։ Եվ ինչ որ տեղ իմ կարծիքով էս որ մի քիչ թուլացեց այդ ռեժիմը, հա, որ որոշները կարան գնան եւ այլն։ Դրա հետ է կապված, որտեղ իրանք հասկանում են, որ ահա դու ինչքան էլ քեզ քաջ ցույց ես տալիս հիմա այս րոպեին, բայց վերջին հաշվով այդքան լավ չի լինի։ Եթե խոսքը գնում է այնքան ժամանակ, որ այսպես ասենք, հա, ամերիկացիները չմտնեն ցամաքային պատերազմի մեջ, այսինքն այս կղզին մի բան է, այդ կղզին հեշտ է, խնդիր չի, բայց ինչ որ ուժեր չհանեն Իրան։ Այն դեպքում ամերիկան իսկապես էր, որ ասում են, որ զենքերը պրծնում են, հրթիռները վերջանում են, չգիտեմ ինչ է լինում, այս մի քիչ ծիծաղելի է։ Այդ մոռանում են, ինչ որ տնտեսության մասին են խոսում, ինչ արտադրողական ուժերի մասին ենք խոսում, այստեղ այդ ամերիկյան էկոնոմիկայից մարդիկ բան չեն հասկանում, ասում են խոսալ, որ թե իրանք որովհետև նախկին, ասենք 10 տարվա ընթացքում իրանք արել են ինչ որ մի հրթիռ, ձեր սիրած անունը տվեք, արել են, ասենք թե X-Tiv, հա, 350 հատ։ Ուրեմն այդ է արտադրության հնարավորությունը Ամերիկայի, դա ծիծաղելի է, իհարկե այդպես չի, այդքան են առել, որտեղ այդքան են կրակել իրանց պոլիգոնում բաներին, իրանց, ասենք, հակաօդային հրթիռների, ասենք, ծառայողներին կամ ինչ-որ բան սովորացնելու համար, քանի բան պիտի կրակես, որ մի բան սովորացնես։ Դա նախ սկսենք դրանից։ Արտադրության քանակի մասին ես չեմ այդքան մտածում, իհարկե, որտեղ կարող են միշտ էլ անպայման փողից մնալ։ Այստեղ ուրիշ հարց կա, որ իրենք թերագնահատել են, իրենք ասելով ամերիկյան կողմը, թերագնահատել են եւ Իսրայելն էլ իդեպ ասեմ, իրանական հրթիռների տեխնոլոգիական զարգացման աստիճանը։
շատ չէ, բայց ինչ որ զգալի չափով թերագնահատել էին, որտեղ շատ ավելի ճշգրիտ են եւ կարող են ավելի ինչ ասեմ լավ են կարողանում թիրախներ խոցել, քան սպասվում էր։ Մասամբ դա նաև դրանից է գալիս, որ իրենք դա կարելի է միշտ ասել կամ դու թերագնահատել ես դիմացինիդ, կամ քեզ քո ունեցածն ես ավելի շատ կարծել կարող անի, էլի, հա, overestimating your own capacity or your own forces։ Հիմա այդ տվյալ դեպքում ինքը բան ունի, որ արդյոք օրինակի համար հակաօդային պաշտպանության միջոցները այդքան լավն են ամերիկյան, որ չի կարողանում խփի։ Դե գիտենք, որ իրանց էֆեկտիվության թիվը նոր չի բանալելու, այդ առաջի գոլֆի պատերազմից սկսած 91 թվականից այս մարդիկ այդ Patriot-ը կա, իր էֆեկտիվությունը բոլորը գիտեն, այդ նորություն չի այդտեղ 100% չի, նույնիսկ 90% չի, գիտենք այդքանը։ Բայց եւ դրա համար ամեն անգամ թիրախի վրա կրակում ես 2 հատ առնվազն, ոչ թե մի հատ, ասենք, որովհետեւ շանսը հետ մեծացնելու համար։ Բայց եթե դրան գումարում ես նաեւ քանակը դիմացի կողմից կրակած եւ որակը, որ դու չէիր սպասում նրանք ունեն, այդ կասետային օրինակի համար հրթիռները կամ ավելի հիմա ավելի ուրիշները կան, որ բալիստիկ հրթիռներ են, որոնք կարողանում են իրենց վերջի ստադիայի մի քիչ ինչ-որ ուղղությունը փոխեն, ասենց ասած մանևրաներ։ Սրանց շատ ճիշտ չեմ հավատում, որովհետև այդ մի բանա, որ ռուսները դրա մասին խոսում էին, գլուխ էին տանում, եւ հետո պարզվեց, որ իսկականից չունեն դա, եւ հանգած մեկ էլ Իրանը ունի, մի քիչ կասկածելի է։ Անկասկած Իրանը մեծ բաներ է արել։ Ես ասեմ ձեզ, որ ես դրա աշխատում էի եւ մենք քեզ ունենք Իրանի հրթիռների հետ կապված, որ շատ գիտեք ինչ էր զարգացած չէին, ասենք ասենք, շատ པարզ էր, ասենք առաջի երկրորդ սերունդի, հա, հրթիռների մակարդակի էր, ասենք ինչ որ Միացյալ Նահանգները ունեին կամ Ռուսաստանը ունեին 60-ականներին, հա, 60-ականների վերջին, այս մակարդակի էր, եւ իրենք մեծ խնդիրներ ունեին օրինակի համար բաների հետ, stability հետ եւ navigation-ի հետ կապված խնդիրներ ունեին։ Հիմա այդ խնդիրները չկան, այդ բոլորը լուծել են արդեն եւ կարողանում են բավական ճշգրիտ բաներ անել։ Դե նորից ամերիկյան համատության մեջ է, հա, իրանց ճշգրիտ չի ինչ որ ասենք, թե ինչ որ ամերիկան ունի, բայց գործանում։ Այս բոլորը հաշվի առնելով հանդերձ Միացյալ Նահանգները դե բանի հարց է, գիտեք ինչ է, ոնց ասեմ ձեզ։ Ամբողջ խնդիրը այստեղ գնում է, որ Վիետնամի պատերազմը չդառնա, այսինքն չգնաց խրվես մեջ ու դուրս չգաս։ Վիետնամի ասում ու նույն հաջողությամբ կարելի ասել Իրաք, նույն հաջողությամբ կարելի ասել Աֆղանստան, այսինքն չգնա այնտեղ որ մնաց 15 տարի, 20 տարի, ինչպես վիճակի բան։ Եվ դե բնականաբար նրանք որոնք դեմ են ասում են, որ սա բանա լինելու պետք է շուտ փախնել այնտեղից դուրս գալու, մյուսները ասում են, ինչ փախնելու բան չկա, արդեն գործ արել եք, հեսա քիչ է մնացել։ Կիև за 3 дня, այդ 3 օրում կվերցնեն Կիևի տարբերակը կա։ Ծայրահեղությունները շատ մեծ են, ոչ այնա ճիշտ, ոչ այնա ճիշտ, բնականում ճիշտ է, որտեվ հիմարությունա կարծել, որ հսկա երկիրը 3 օրվա խնդիր է, որ չեն ասում դες բան, ոչ ոք 3 օր չի ասում, բայց ասում են, չեմ շաբաթներ, ես օրինակ մի շաբաթ առաջ ասում էին 6 շաբաթ կտևի միջև։ Մի շաբաթ առաջ էին ասում դա։ Հիմա սկի թիվ չեն տալիս, չեն ուզում խոսան դրա մասին, հա, այդ ակիրը։ Դե չի տևի հոգի ավել տևի միջև հիմա տևեց մոտ 8 օր միջև որ Ջերալդ Ֆորդ ավիակիրը եկավ հասավ այդտեղ։ Մի հատ հաշիվ գումարենք, սա պարզ մաթեմատիկա է։ Տևելու է եւս մի 8 օր առնվազն միջև մրինները կան հասնեն այնտեղ։ Այդ եղավ քեզ 16 օր, չէ՞ արդեն։ Հեչի պես ասենք, իրանց այն հաշվից որ հաշվես էլի։ Բայց իրանք հասկանում են, որ նախ չի կարելի անալիտիկների վատը, ինչ է, ոչ թե վատը ասեմ ձեզ, էլի, դժվար է, այնա, որ գուշակես, կանխատեսես ապագան,
շատ հեշտ է հետ նայել եւ վերլուծություններ անել, որովհետեւ կարաս sense մեկնաբանես, sense կարաս մենս մեկնաբանես, մի երկու բան ավել գիտի, մի քիչ գույն է տալիս էս իր տված մեկնաբանությանը, մյուսը ուրիշ անկյունից է նայում մի քիչ սրան, 90% լրիվ հիմարություն է, բայց ոչինչ, էլի ինչ-որ բանի մեջ է, հա, ընդհանուր ասենք թե թիրախի ասենք շրջանակներում է լինում իսկ ապագան շատ դժվար է ապագան անալիտիկների մոտ չեն ուզում անեն որ երկու պատճառով որ նախանգարց տես չնի իրանք խայտարակ չունեն խայտարակում դինեն իրական պրոֆեսիոնալը տենց է այտենց լի ոչ մի բժիշկ օպերացիա պետք չի անի մարդ չպետք է փրկի որտեղ կարող է ինչ-որ մի հիվանդ մահանա այսինքն ուրեմն այդ բժիշկ մի դարի եթե չես տենց վախենում ես մի մեկին խիրուրգիայից դուրս ալի այդ գործը քոնը չի էլի հասկանալի է անալիտիկների մոտ էլ այդ բանը կա ինչ հիմա շատ վտանգավոր է որովհետև Թրամփի մոտ կարող է գործից անեն ուղղակի առաջնեջ չէր ասին եւ բեկել չեն ուզում այն մարգարեների նման են որ մեկը ուզում է լավ գուշակություն անեն հա ոչ թե վատ դա էլ կա իրենց հերթին որտեղ անգարց վատն ես ասում քեզ չեն սիրում արդեն այդ մոմենտն էլ կա ուրեմն ես խոսում եմ այսօր աշխատողների մասին բնականաբար պրոֆեսիոնալ անալիտիկների որ աշխատում են ոչ թե որ կողքից խոսում ենք էլի մենք ովքեր իմ համասարանում ինքը ասենք թե պրոֆեսոր է իրեն ինտերվյու են անում եւ ինքը ինչ որ բան է ասում ինքը երբեք չի ասում թե ինչ կլինի ասում է ինչ կարող է լինի ինչ կարող է լինի ավելի հեշտ է ասելը, քան թե ինչ նախկին ասելը հեշտ է, կարող է իր հնարավորությունները կարելի է մի 10 հատ բան շարել միշտ։ Ամենահավանականը որն է շատ դժվար է ասելը, հա։ Եվ ընդհանրապես դրա համար պետական գործի մեջ այս բոլոր անալիտիկ բաներին պետք է իրանց ոնց ասես հարստացնես իրանց անալիտիկ աշխատանքը հետախուզական տվյալներով որտեղ առանց դրա շատ դժվար է լինելու ավելի հետախուզական տվյալները լինի դա արբանյակային կամ ռադիոէլեկտրոնային ասենք թե լսել ես խոսակցությունները կամ ինչերը կամ ասենք թե human sources մարդկանց ագենտուրա ասենք այդ ձևի հավաքած ինֆորմացիայի միջոցով դու ավելի կարողանում ես հասկանալ թե ինչ է լինելու այսինքն ոչ թե միայն ինչ կա հիմա այլ ինչ նպատակներ ունի դիմացի կողմը ինչ քայլեր կարող է անի եւ անում է ասենք պատրաստվում է անի երբ որ օրինակի համար Ուկրաինային 6 ամիս ասում էր Ամերիկան, որ Ռուսաստանը հարձակվելու է, իսկ նրանք ծիծաղում էին, ինչ ես խոսում, ինչ է հարձակվելու։ Դուք դες բաներ մի ասեք, Զելենսկին մի անգամ ասեց, չի ասեց, դուք բան եք անում, վախացնում եք, այդտեղ տուրիստները չեն ուզում գան, դուք մի խոսացեք դες բաներ հարձակում անելու, չգիտեմ ինչ ալնելու։ Հետո 5 օր հետո հարձակումը եղավ, հետո ասում են բան եղավ։ Երբ որ ունես, դե ոչ մեկը չի ասի, որ սա հետախուզական տվյալների վրա է նստած, որտեղ դա իրավունք չունես ասելու։ Ուրեմն ընդհանրապես լսում ես իրենց բաները, մեկնաբանությունները, հասկանալով, որ պետք է հասկանաս տողերի արանքով հասկանաս թե ինչ են ասում, որտեղից կարող է սա գա, հա, ինչ եզրակացությունը ոնց է հանգել ինքը դրան, դա դժվար բան արվեստ ասեմ, բայց այդ տենց է, ճար չկա։ Իրենց ամբողջ ուրեմն բանը այն է, որ որոշում կայացնողին ինչքան հնարավոր է ապագան ցույց տաս։ Խայտարակ սենսիտիվ եւ դժվար գործ է դա։ Բայց դա ուզածը դա եւ անալիտիկ ասենք բոլոր հետախուզական բոլոր չասեմ մաչկիդամ ամենը բոլորը տենց է թե չէ բայց մեծ երկրներում տենց է հետախուզական բոլոր ծառայությունները ունեն իրենց 3 ասենք ձևը հա 4 նույնիսկ դրա համար ամերիկան 18 հատ հետախուզական հիմնարկ կա որ մտնում է այդ ICN ասում intelligence community հետախուզական community մեջ, հա,
բայց ամեն մի կազմակերպություն, ասենք CIA վերցնենք օրինակի համար, ունի իր անալիտիկ մասը, որը մեծ մասն է, հիմնական, որը եւ հիմնականում աշխատում է բաց աղբյուրների վրա, ինչ դա հսկայական տեղ է, որ պետք է դրանցով զբաղվել, շատերը կարծում են, որ բաց աղբյուրներ ասի, ինչ ասը, կարդաս, ասենք թե թերթերը, լսես հաղորդումները եւ այլն, նայես, ասենք, database-երը, որոնք բաց են, ասենք, թե ստատիստիկական լինեն կամ չգիտեմ ինչ լինեն, օրինակ տնտեսության մասին ինֆորմացիան հավաքես, որը բաց է, ասենք, գյուղատնտեսության, ասենք, բերքի մասին, որը շատ կարևոր կարող է լինի այս տարի ինչքան է բան գալու եւ այլն, այդ լսեր եք օրինակի համար երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ոնց օրինակի համար սովետական միությունը իմացավ, որ հարձակում կարող է լինի, իհարկե Ստալինը չլսեց, դա տարբեր բան, որտեղ ոչխարի մսի գինը ընկել էր։ Իսկ գինը ինչու է ընկնում ոչխարի մսի գինը, որովհետև ուրեմն շատ կա շուկայում, իսկ ինչի շատ կա, որտեղ շատ են մորթում։ Իսկ ինչի է շատ մորթում։ Ինչն էր պետք, հանկարծ բոլորը ոչխար ստեցին ուտել։ Պարզվեց, որ ոչխար չէր, իրենց մորթին էր պետք։ Ինչի համար, որպեսզի դուպլոնկաներ սարքես, ասեն տակ ձմեռվա կռվելու բան սարքես։ Նույն ձևը միջուկային ատոմային ռումբի մասին իրենք ոնց իմացան, որ տեսան, որ Արցախի գինը շուկայում բարձրացավ, իսկ ինչու բարձրացավ, ով է գործածում, ուրեմն առնում են, ով է առնում, ինչի համար են առնում շատ արծաթ։ Պարզվեց դա գործածվում է ոչ միայն ֆիլմ ինդուստրիայի մեջ, որ չգիտի առաջ են ինչ բան եմ խոսում, ամեն ինչը նախքան դիջիտալը լենտի վրա էր, չէ՞, այդտեղ արծաթ էր շատ գործածվում, բայց նաև միջուկային բանի մեջ սկսվեց շատ գործածվել ատոմային ռումբ սարքելու այդ ծրագրի մեջ, այդ գիտնականները ասին, այդ դրա մեջ պիտի գնա, այդ դրանից հասկացա, որ ծրագիրը կա եւ խնդիրը դրվեց, որ գնացեք գտեք գաղտնիքները եւ այլ։ Այսինքն բաց ինֆորմացիաներից դու շատ բան կարող ես իմանալ։ Այս մարդիկ բանը թեթև են նայում դրան, բայց իրականության մեջ այդ աղբյուրական աշխատանքի 80%-ը այտենց է, ասեն անալիտիկ եւ բաց աղբյուրներից է գալիս։ Այն մասը, որ դու բանը շատ թանկ անստում մնացած 20% խայտարակ թանկ գործա, որտեվ եթե դա արբանյակային բանա, ուրեմն դրա ծախսը բնականաբար շատ մեծ է, չէ՞, այդ նկարների համար հիմա որ Չինաստանը եւ Ռուսաստանը տալիս են Իրանին, դա մի հսկայական ծախսի բան է, որ ամեն երկիր չի կարող իրան թույլ տա եւ հիմա այդ բանը ծառայությունը անում են։ Այդ շատ բան է։ Մյուսը որ ասենք թե ռադիոէլեկտրոնային ինտերսեպտ են ասում, չի, ասենք որ մարդկանց հեռախոսները բռնում են, բան են անում։ Առաջ որ ամբողջ sense քաշում էր Ամերիկան, բոլոր զանգերը, հեռախոսային կապերը, ինտերնետային, ու խնդիրները էր, որ այնքան շատ է, որ դու չէիր կարողանում մեջից հասկանալ որն է, ասենք թե տրիլիոններով ինֆորմացիա կա։ Հիմա հեշտացել է այդ ասեմ, որ հույս ունես, որ այդ ամբողջի այդ աղմուկի մեջ կարող է կորես, այդքան էլ չի հիմա, որ artificial intelligence-ը բան եւ այլ օգնում են։ Սոցիալը մի տեսակն է, մյուս տեսակը իհարկե այս բանն է, մարդկային հետախուզությունն է, եւ դա է մի անգամ, որ կարողանում է ավելի շուտ ասել, թե մարդկանց մտքում ինչ է, ինչ ընդհանուր ստրատեգիա ունի, որտեղ մարդիկ հեռախոսներով, եթե խելոք մարդիկ են, ապուշապուշ չեն խոսում, ամեն ինչ բացահայտում, հա, ասենք թե, բայց իրենց պլանները եւ այլ հեռախոսների վրա չի գնում, ոչ էլ ինտերնետի վրա է գնում եւ այլ։ Ուրիշ խոսքով, այդ էլ ավելի շատ թանկ է, բայց բանը արբանյակներից էժանայի դեպ ասեմ։ Բայց էլի շատ մեծ ռեսուրս տանող գործ է այս գործը։ Համենայնդեպս ասած ինչ է, որ բաց ինֆորմացիան պետք չի վերևից նայել դրա վրա, որ իբրև թե սա այդքան բան չի անում, անալիտիկայի հետախուզության մեծ մասը դրանից է գալիս, պետք է դրանով շատ բան կարող ես իմանալ, եւ այդ ինֆորմացիան հորից վերադառնամ իմ առաջի բանին, որ օգնում է անալիտիկական աշխատանքին որակը բարձրացնելու։ Հիմա բարձ անալիտիկան ոնց որ մեկը գալիս ասում է, մեկնաբանը ինքը ոնց որ թարգմանիչ լինի։
Շատ պարզ բան է, ինքը մեկ մի լեզվով մի բան ասում, դու չես հասկանում, ինքը պարզապես իր ասածը քեզ բացատրում է, թե սա ինչ էր ուզում ասել, ինչ էր ասում այս մարդը։ Ուրիշ բան չի արվում, եթե լավ թարգմանիչ է, քեզ իմաստը լավ թարգմանի, եթե վատ թարգմանիչը վատ թարգմանում, կարող է հələ մեջտեղ երկու սխալ անի։ Պարզ բան, թարգմանչական աշխատանքի նման բան է։ Մի քիչ ավելի բարձր որակի բաները ոչ թե միայն ասում է պարզ թե ինչ է ասում, հետ է ասում, որ գուշակության մոմենտ գուշակություն չի, այլ դու կանխատեսելու մոմենտ ես անում։ Ասում ես թե իրան իմանալով, ոչ թե միայն իր լեզուն խոսալով, իրան ճանաչելով, ես կարծում եմ, որ հաջորդ իր արածը սա է լինելու։ Իր քայլը լինելու է սա, կամ այս ինքը ես ասում եմ, բայց դա տենց չի, դա սուտ ասում ինքը, կամ փորձում է քեզ այս արդեն ոնց ասում են you're putting your neck out, հենց որ արդեն գնում ես այդտեղ, արդեն վիճը դուրս ես հանում այդտեղա, որ դու արդեն աշխատանքի իմաստով խոցելի ես դառնում։ Իսկ որ դու ավելի լավը լինես ու ասես արդեն հա դրանից հետո սա ոնց է վերջանալու, որովհետև ABC տարբեր բաները կան։ Այդ արդեն տարբեր կլասի մասին ենք խոսում, բայց մեծ մասամբ այդ մարդիկ այդ դրա համար շատ լուրջ աշխատանք է եւ դա ոնց ասեմ ստրատեգիական անալիզի մասն ենք խոսում այդ դեպքում, ոչ թե այսպես մենք խոսում ենք, ասենք, այսօր ինչ իմացանք եւ վաղ ինչ անելու եւ դա ընդհանրապես ինչ իմաստ է գրավ։ Եվ դրա համար եմ ասում, որ միշտ էլ պետք է հաշվի առնել, որ թե ինչը այդ ամբողջի մեջ ամեն մեկը հիմա ես շատերին եմ լսում, որոնք ասում են իմ աղբյուրներով, այդ աղբյուրները Աստված գիտի ինչ աղբյուրներ են, բայց նույն ինքը այդտենց ասում, չի կարող ինքը աղբյուրները բացի, ես հասկանում եմ այդքանը, բայց պետք է հասկանալ, որ աղբյուրը եթե քո, չգիտեմ, ընկերն է, դա մի բան է, բայց եթե հիմա եթե աղբյուրը թարգմանիչի համար մեկն է, որ ուրիշ թարգմանիչ ավելի լավ է խոսում քեզանից այդ լեզուն, պետք է լսել, ուրեմն ճիշտ է անում, որ խորհրդակցում է գոնե այդպես էլ կա, չէ՞, օրինակի համար ես միշտ գնահատում եմ այդ մոմենտը, որ եթե ինչ որ մեկ ավելի լավ է իմանում կուլտուրան, իսկ դա շատ կարևոր է, եթե խոսում ես կուլտուրա ասելով մեծ հասկացողությամբ եմ անում, որտեվ պիտի ճանաչես, օրինակ, եթե խոսում ես Ռուսաստանից, գոնե մի երկու բան պիտի հասկանաս Ռուսաստանի մասին, կամ եթե խոսում ես, ասենք, Թուրքիայից ես խոսում, դու ժամանակ ես դնում դրա վրա, ասենք, թե չէ, հիմա ես փորձում եմ օրինակի համար շատ լայն կարդամ, ես իսրայելական եմ կարդում մի քիչ, մեկ մտնում եմ հուրիեթ բան, թուրքական եմ նայում, ասենք, թե մեկ ավելի շատ ռուսական եւ ամերիկյան, ես ամերիկյան ավելի լավ գիտեմ բնականաբար, բայց նաեւ ուրիշ, ասենք, թե բաների վրա եմ կենտրոնացել, չէ, մասնագիտացել, ուրեմն կարող եմ, բայց այն ինչ որ կողքից ուզես չուզես մտնում է խաղի մեջ, միշտ էլ պետք է օգտվել, ոնց որ ասում են, այդ հարցի մասնագիտական մասնագետներից էլ եմ խոսքերից։ Anyway, այս ընդհանուր ուզում եմ ասեմ ինչի համար, որ մարդիկ հեռու են մնում։ Այսօր ես մի երկու բան լսեցի հենց այս կղզու մասին, այդ որ ասում են, ես պատմում էի իրանական կղզին, այդ որ այդտեղից ամբողջ 90% նավթը այնտեղից է գնում եւ ոնց ասեմ մեկ ուկրաինական էքսպերտ էր խոսում էր դրանից երևում է որ մի քիչ բաներ իր համար նոր ասենք թեմա էր սա բայց լինելով պրոֆեսիոնալ ինքը հետաքրքիր կողմից էր նայում խնդիրին եւ դա շատ կարեւոր է, դա էլ հետաքրքիր է։ Իրանը չի, ոնց որ ասենք, ես Իրանի մասնագետ չեմ, բայց եթե մի քիչ մասնագիտական բան ունես, սկիլ ունես ընդհանուր առմամբ կարողանում ես հասկանալ, որ օրինակ գնահատել ուրիշի բաները, այդ լավ թույլ եւ լավ կողմերը, ասենք թե։ Եվ ինքը օրինակի համար շատ հորետեսական էր նայում խնդրին։ Ես մի քիչ ավելի պակաս հորետեսական եմ, ես բոլորովին օպտիմիստական չեմ նայում այս խնդրին, որովհետև ես շատ լավ գիտեմ ամերիկյանը եւ հասկանում եմ ով անդր նստած։ Անակ ուրիշ պրեզիդենտ լիներ, ուրիշ թիմ լիներ, ես ուրիշ բան կասեի, ես պարզապես
Սիստեմից բացի եւ հասկանում եմ սիստեմի մեջ աշխատողների ունակությունները եւ թույլ կողմեր ունենք Ամերիկայում եւ ուժեղ մինչեւ բոլոր երկրներում այդ կա այդ հեչ բարձ է մեր մոտ այդ հայտնի ասվածվածքը կա որ 20% անում է աշխատանքի 80% անում է աշխատանքի 20%, այսինքն պետական աշխատողների, չինովնիկների ընդհանրապես մեջ էս բանը կա, աշխատողների ու չաշխատողների հարաբերությունը կա։ Տարբեր երկրներում տարբեր է էսի, բայց այդ ընդհանուր առմամբ տենց է։ Հետո որ սկսում ես ավելի մոտենում ես, ասենք թե ավելի գործնական մասի մեջ, որտեղ օրինակ կրվող միավորների մեջ բանակում, զինվորականության մեջ, այդպես չի կարող լինի բնականաբար, 80-20 չի կարող լինի։ Այդպես կարող է լինի անալիտիկների մեջ, որ նստած են գրասեղանում, հետևում եւ 80%-ը շատ լավ չի անում գործը, բայց 20%-ը շատ լավ անում, բայց այդ 20%-ը շատ պրոդուկտիվ է եւ իրենց հնարավորությունները այնքան է, որ բոլորի գործը ամենափակվում ընդհանուր։ Դու հարուստ ես, կարաս քեզ թույլ տաս այդ բոլորը, բայց չես կարա այդպես բան օրինակ թույլ տաս ինչ որ մի գունդի մեջ կամ բատալյոնի մեջ, այդպես բան չի լինի, չէ՞։ Ուրեմն նայած էդ էլ շատ աբսոլյուտ արտահայտություն արվում են, բայց իրականում դա կախված է ինչի մասն ենք խոսում։ Նույնը վերաբերում է մի խոսքով էս մեր ընդհանուր կլասին մեկնաբանների։ Հիմա այս 31-րդ Marine Expeditionary Unit-ը տեսնենք գալիս է ինչ անի։ Իսկապես էս կղզին պետք է գրավի, գրավելուց հետո ինչ անելու, պահելու է, ոնց է պահելու։ Հիմա ես ինձ դնեմ մի քիչ բան վիճակի մեջ, նեղ վիճակի մեջ եւ այդ ռիսկը վերցնեմ իմ վրա, որ դուրս չգա հենց այնց մենակ հնարավորություններ եմ ներկայացնում ձեզ։ Եվ ասեմ, որ հաշվարկը հետևյալն է, որ միջև իրանք կան հասնեն Իրանի հրթիռային կարողությունները այնքան պետք է պակասեն, որ այդ օպերացիան կարողանան գլուխ անել, այդ է հաշվարկը։ Կլինի արդյոք թե չէ, ավելի վտանգավոր բան եմ ասում, որ իրանք կարողանան վերցնեմ, ես կասկած չունեմ ոչ մի վարքյան, բայց արդյոք այդ քայլը կանեն թե չէ, եթե Իրանը հետ չկանգնի, կանեն քայլը։ Որտեվ այլ ընտրակ չկա։ Այսինքն, այդ չանեն ինչ անեն բա։ Թողնեն հետ իսկապես դուրս գան։ Իհարկե, ամենաճիշտը դա կլիներ, բայց ոչ մի բան չարեցիր, եթե տենց անես։ Չէր մտնում բա, այդքան ավերածություն ինչի համար էր։ Եթե ռեժիմը չպետք է փոխվեր։ Ես իհարկե ուզում եմ ռեժիմը փոխվի, այո։ Ես Իրանի ժողովրդի կողմից եմ, ոչ թե Իրանի ռեժիմի կողմից եմ, ասենց ասենք, հա։ Այդ պարզ բան եմ ասում, շատ ամենահումանիտար բանն եմ ասում։ Այդ ոնց որ ասես, որ Հիտլերը լավն է, պետք է պահենք իրան, որովհետև ինչ գործ ունեք, հարձակվում եք, երկիրը փոխում եք կամ չգիտեմ ինչ եք անում, սես բաներ։ Եթե չես ասում այդ Հիտլերի մասին, դու մի էլ ասա կամ Ստալինի մասին ասենք, թե կամ ում ուզում ես։ Մի քիչ դժվար է այս հասկանում եմ, բայց մի վարքյան, եթե ասես վայրենի ռեժիմ չլներ, ես բան չէի ասի։ Ես կամ բան։ Նայեք, Քադաֆին սխալ արեցին, հանեցին։ Այդ մեկը լրիվ սխալ բան էր։ Բայց հիմա սա տարբեր է։ Իրանը Կադաֆի չի, Լիբիա չի, ոնց ուզում եք վերցրեք, հա։ Շատերը գիտեք ինչ են անում, սկսում են համատականներ տանել, sense մի անգամից ասում են, բայ ես արեցի ու թվարկում են, Սադամ Հուսեյն, Կադաֆի բան։ Դրանք նույն բաները չեն։ Այդ
ամեն մի պատերազմ կամ ամեն մի ռեժիմի փոփոխությունը նույնը չի, դրանք խնձոր ու դարիճ միահամատեք իրար հետ, հա, այս թարգմանեցի apples and oranges։ Բայց դա անում են մարդիկ, այդ մի քիչ ասում են մակերեսային, եթե մոտենաս, տենց բաներ են անում, քաղաքական տենց բաներ են մտածում։ Ինչևից է։ Տեսնենք միջև ինչ է կատարվում, այսօրվա դրությամբ ոնց որ ասեցի, երեկվա բանի մեջ կանգնած ենք այս բանի ընտրության առաջ, բայց ընտրությունը ես ես 100% ասեմ, միայն Ամերիկայի ձեռքին չի, այստեղ բոլոր կողմերը ասում են քվե ունեն։ Իրանը քվե ունի, ինքը պետք է որոշի ինչ է ուզում անի, Ամերիկան ունի, եվրոպացիները ունեն, եվրոպացիներ եմ ասում, ուրեմն ամերիկացիները, որ Թրամփը անպատվեց Բրիտանիայի ուրեմն վարչապետին ասելով, որ դու հիմա ինչ ես ընկել մեջտեղ արդեն մենք հաղթել ենք, քո օգնությունը պետք չունենք։ Հիմա երեք կանչում էր եվրոպացիներին, հենց Բրիտանիային էլ մեջը, որ ձեր ռազմանավերը ուղարկեք գոլֆ։ Ասում են այստեղ ագրավ կերար դու էլի, այդտենց վիճակում մեջ ես ընկնում, դա թարգմանեցի իր ինքրով։ Բայց դա նշանակում է, որ լուրջ է, խնդիրը լուրջ են նայեմ։ Դա եմ ասում, հաջորդ մի քանի շաբաթների մեջ ենք տեսնում, Իրանից շատ բան է կախված այսօր, և ոչ միայն Իրանից, այլև Ռուսաստանից ու Չինաստանից։ Չինաստանը, ասեմ ձեզ, մի քիչ հետ քաշվեց, հասկացա, որ Իրան էլ պետք չի այս բոլորը, Իրանի փոփոխությունից իրան ոչ մի վատ բան չի լինելու, մի քիչ նավթիկինը կարող է փոխվի հենց այդ, իսկ Ռուսաստանը դեռ շատ հեռու է հասկանալ, թե ինչ է անում այնտեղ Պուտինի դեմ ահագին բան է առաջանում հիմա, ոնց ասեմ, դիմություն, չնայած վախենում են իրենց կյանքի համար, բայց այդքան վախենալով արդեն սկսել են խոսալ, որ այս վիճակը վիճակ չի, և հատկապես բողոքում են բանակի վիճակի մասին, որ այն մարդկանց խաբելով տանում են, սուտ ռեկլամներ են դնում, որ գնալու եք դուք մենակ մեխանիկ եք աշխատելու, ասում են, հա, գնա տանկի մեխանիկ, վադիտել, քշես, համել տանկը կմանել քեզ, մեխանիկ ես էլ, ով անպայման ասել, որ դու մեխանիկությունը պետք է ինչ-որ թիկունքում գարաժում անես, այսպես կամ ուրիշ տենց բաներ են անում և այլն, և իրանց արդեն դուր չի գալիս, իրանց ասելով զետնիկներին, այսինքն այդ պուտինական Ուկրաինան ոչնչացնենք, սաղ կայսությունը վերականգնենք, բոլորին ջարդենք, դրանք մեծ խոսացողները արդեն բան են եղել, վարվել են, սիրտները վարվում արդեն չեն կարող, տեսնում են, որ լավ չի գնում, ուղղակի չեն կարող շատ բան ասեն, որովհետև կնստացնեն իրենց, բայց դա արդեն այդ բանը զգացվում է։ Համենայն դեպս, այսօր այսքանը, Vevy Talks like-ը դրեք, մինչև հաջորդը։